Ցանել եւ հնձել։ Ես ուժեղ եմ, որովհետեւ ցանում եմ Աստծո խոսքը իմ սրտում եւ գործում եմ դրա համաձայն։ Գաղատացիների 6-7 խոսքերում ասում է. «Մի խաբվեք, Աստված չի ծաղրվի, որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի։ Իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի, եւ հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի»։ Սա ցանելու եւ հնձելու օրենքն է։ Երբ ցանում եք ճիշտ բաներ, հնձում եք աներևակայլին։ Աստվածաշնչյան սերմերը տալիս են հզոր, սննդարար պտուղ։ Տարիներ առաջ սրտումս ցանեցի սուրբգրային խոսքեր, որոնցից մեկը Հակոբոսի 1:19 է. «Ուստի իմ սիրելի եղբայրներ, թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար, ծանր խոսելու համար, ծանր բարկանալու համար»։ Իմ վարքագիծը ճիշտ հակառակն էր։ Ես արագ էի խոսելու համար, ծանր կամ դանդաղ էի լսելու համար, արագ էի բարկանալու համար։ Ես խնդրեցի Աստծո օգնությունը իմ շուրթերի համար, աղոթեցի Դավթի պես. «Տեր, պահապան դիր իմ բերանին, իմ շուրթերների դուռը պահպանիր»։ Սաղմոս 141:3 Այս պահապանը դրվում է, որպեսզի շուրթերից սխալ բառեր դուրս չգան եւ վնաս չպատճառեն։ Ես հասկացել եմ, որ Սուրբ Հոգին կվերցնի ձեր սրտում ցանված սուրբգրային խոսքերը եւ ճիշտ ժամանակին դուրս կհանի։ Սա գործում է որպես զգուշացում, նախքան դուրս կգան սխալ խոսքերը։ Կար ժամանակ, երբ զարյութը դարձել էր սովորություն իմ կյանքում, անհնար էր պատկերացնել 21 օր առանց զայրանալու, 21 տարի նույնիսկ բավական չէր լինի դրանից ազատվելու համար։ Ինչպե՞ս եք ազատվում սովորությունից, այնպես ինչպես ձևավորել եք։ Ամեն անգամ մեկ միջադեպ, սկզբում 5 րոպե, հետո 1 ժամ, այնուհետև 1 օր։ Սա այն մոտեցումն էր, որ ես որդեգրեցի զայրույթի շղթան քանդելու համար։ Նախքան անկողնուց վեր կկենայի աղոթումի. «Աստված, ես քո կարիք ունեմ այսօր, չափազանց անգութ եւ խիստ պահապան դիր իմ շուրթերին։ Ես չեմ ուզում մեղանչել քո կամ մեկ ուրիշի դեմ։ Օգնիր, որ դանդաղ լինեմ խոսելու, արագ լսելու եւ դանդաղ բարկանալու համար։ Ես չեմ պատրաստվում ստել եւ ասել, որ դա հեշտ չէ, Տեր, հեշտ չէր, բայց կարող եմ ասել, որ Աստծո հետ ամեն բան հնարավոր է։ Արդեն 2 տասնամյակից ավելի է, որ ես ապրում եմ զայրույթի վերահսկողությունից ազատ։ Սա իմ հրաշալի պտուղն է։ Եկեք աղոթենք։ Աստված, ցույց տուր սուրբգրային այն խոսքերը, որոնք պետք է ցանեմ իմ հոգում։ Ես հավատում եմ, որ երբ հավատքով ցանեմ եւ գործեմ դրանց համաձայն, դու պտուղ կտաս։ Ինչ կցանեք այսօր ձեզ սրտում, ինչ բերք եք ուզում հավաքել, քննեք խոսքը սերմերի համար, ցանեք դրանք եւ Աստված կբազմացնի դրանք։ Ամեն։